Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է եթերում եւ ուզում եմ նախողջունել բոլոր նրանց, ովքեր սպասում են մեր հերթական թողարկմանը։ Ասեմ, որ այսօր դարձյալ ուղիղ կապով միացել ենք Մոսկվա, ուր մեր զրուցակիցն է լինելու Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Գիտեք, ես իհարկե շատ ուրախ եմ մեր հերթական կապի համար, բայց ասեմ, որ իրավիճակը քանի կնում այնքան տխուր է դառնում եւ իհարկե այսօր երևի մեր զրույցը սկսենք այսպիսի մի հայտարարությամբ, որը արել է արտաքին գործերի նախարարը Հայաստանի Հանրապետության Արարատ Միրզոյանը, թե ինչ է նա ասել, շատ ինտենսիվ երկխոսում ենք Թուրքիայի հետ, հուսով եմ առաջիկայում շատ շոշափելի պայմանավորվածություններ ձեռք կբերենք, սակայն Թուրքիայից էլ իրենց հերթին հայտարարում են, որ Զանգեզուրի միջանցքը կլինի միջին միջանցքի թողունակության մեծացման հիմնական գործոնը։ Ի վերջո, պարոն գեներալ, ինչով կարող է ավարտվել հայ-թուրքական այս երկխոսությունը, այս հարաբերությունները, ինչ լուծում կարող են ստանալ դրանք իրականում։ Թուրքիան այն եզակի երկրներից է, որ պատմության մեջ կարամ ասեմ մենք երբևիցե նորմալ հարաբերություններ չենք ունեցել այդ հարևան երկրի հետ։ Որպես անկախ պետություն միշտ եղել ենք ինչ-որ հակառակ դաշտերում եւ կարծում եմ, որ պատմությունը այդպես էլ շարունակվելու է։ Իհարկե մեր երկրի իշխանությունը փորձում է իր աթոռի համար ինչ-որ արդյունք ցույց տա եւ այսօր թուրքերը փորձում են ամեն ինչ անեն, որ գործող իշխանությունը մնա իր աթոռին։ Դա է հիմնական նպատակը այս ամենին եւ ստեղծում են ինչ-որ այսպես տպավորություն, խաղաղության տպավորություն եւ այլ։ Թուրքերը հասկացել են մի բան, ընդամենը 1 տարի պետք է փայփայել Փաշինյանին, որ նա ընտրվի, դրանից հետո թե ինչ կլինի, արդեն մենք ակնհայտ կտեսնենք։ Իսկ ես կարող եմ ասել ինչ է լինելու, պահանջները շարունակվելու են, մենք դա տեսնում ենք։ Դուք հիշում եք, որ երբ որ Թուրքիան 90-ականներին փակեց Հայաստանի հետ սահմանը, պայման դրեց, ասեց Ղարաբաղի հարցը մինչև չլուծվի, ես այդ սահմանը չեմ բացելու։ Դե ըստ իրենց Ղարաբաղի հարցը ոնց որ թե լուծվել է այնպես, ոնց որ իրանք էին ուզում, ըստ իրենց։ Հիմա նոր պայմաններ են ի հայտ գալի։ Վիրտուալ հարցարարություններ են անում, որ Ադրբեջանով տրանզիտը ապրանքը գալու է Հայաստան։ Լավ, իսկ ինչ է ստացվում։ Ստացվում է, ես հարց ունեմ, Ադրբեջանի նախագահան համաձայնվել է, որ մեր սահմանում, ասենք, մեր սահմանապան կամ մեր մաքսային աշխատողը պետքա ստուգի այդ բեռները, որը որ ասենք ու այդ ղեկին կարա լինի ադրբեջանցի։ Ինձ համար հետաքրքիր է։ Կամ Թուրքիան համաձայն է դրան, ինձ համար հետաքրքիր է։ Եթե խոսում ենք սահմանները բացելու մասին, ապա իմ մոտելի հարց է առաջանում, բայց դելիմիտացիան ինչ եղավ։ Ինչի կանգնեց այդ դելիմիտացիան։ Ադրբեջանցիք ստացան ինչ ուզում են եւ այսօր ոչինչ չի արվում։ Ես կարծում եմ, որ այս ամբողջը բուտաֆոր է եւ ոչինչ չի տալու հայ ժողովրդին եւ մեզ տանում են ընդամենը, ասենց ասեմ, մեր ականջներին, ես մի անգամ ասել եմ, մակարոններ են կախում եւ մեր երկրում մեր երկրի ղեկավարը ցավոք սրտի չի վայելում հարգանք որևէ մի երկրում, մանավանդ հակառակորդների մոտ։ Թուրքերին պետք է հայ դավաճանները, բայց դա չի նշանակում, որ թուրքերը իրենց հարգում են եւ սիրում են։ Սա դրա մասին է եւ ամբողջ աշխատանքը գնում է դրա շուրջ։ Պարոն գեներալ, շատ հետաքրքիր միտք է արտահայտում նաեւ Հայաստանի վարչապետը, ասում է Ադրբեջանի կողմից արգելք հանել, որպեսզի
բեռնատար մեքենաները Ադրբեջանի տարածքով կարող են գալ նաև Հայաստան, սա իսկապես պատմական որոշում է։ Պատկերացնում եք ինչ ասում մեր երկրի վարչապետը։ Մենք էլ մեր հերթին ասում ենք պատրաստ ենք բոլոր կոմունիկացիաները բացել դեպի Ադրբեջան, դեպի Թուրքիա գնացող ճանապարհներով։ Եվ ես ուզում եմ հարցնել, այս ամենը իր մեջ ներքին անվտանգային ռիսկ չի պարունակում։ Պարոն Ղուշյան, ռիսկը նա է, որ այդ ամեն ինչը նորից եմ ասում, մեր այդ ԿՊ կոչեցյալ եւ թուրքական տանդեմը ամեն ինչ անում է, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները մնան իրենց աթոռին։ Կներեք, ոչինչ չէր խանգարում այդ նույն հայտարարությունը Հայաստանը, ասենք, աներ 18 թվականին օրինակ, 16 թվականին, ոչ մի բան չէր խանգարում։ Ինչա երբևիցե Հայաստանը ասել է, որ մենք պատրաստ չենք մեր երկրով, ասենք, ադրբեջանական բեռները անցնի, ես չեմ հիշում այդպիսի բան։ Միշտ էլ մենք պատրաստ ենք եղել։ Ինչ անշակում պատմական որոշումը այսօրվա իշխանությունների կառավարման օրոք Արցախի հանձնումն է։ Ուրիշ պատմական որոշում չկա։ Այն մնացածը ինչ որ տեխնիկական հարցեր են։ Այն մնացածը ոչնչություն է դրա համեմատ։ Պատմական որոշումը դա իրանք մտել են պատմության մեջ, այս սաղ մոռացվելու է։ Սաղ մոռացվելու է, բայց Արցախի հանձնումը մնալու է հայոց պատմության մեջ։ Նիկոլ Փաշինյան անունով։ Կարա 80 հատ գեներալ դատի։ Կարա 100 հատ սպա դատի։ Նահանջի համար, չգիտեմ, սխալ որոշման համար, եւ այլ, եւ այլ, եւ այլ, բայց այդ մարդը պետք է մի բան հասկանա։ Պատմությունը հիշում է առաջին դեմքին։ Առաջին դեմքը ասել է Արցախը Ադրբեջանի տարածքը։ Դա է պատմական որոշումը։ Ու իմ մոտ հարցեր կա, եթե Արցախը Ադրբեջանի տարածք է, ինչ գործ ունես, դատում ես, օրինակ, Պաշտպանության բանակի հրամանատարներին։ Դու ով ես։ Իրավաբանորեն դու ով ես։ Այն նույն հաջողությամբ, չգիտեմ, կարա դատի, ինչ որ ասենք, Թալիբանի ջոկատի հրամանատարի։ Ինքը ով է։ Ու նորից եմ կրկնում։ Վերջի 8 տարվա այս իրենց կառավարման մեջ պատմական որոշումը դա է։ Ուրիշ պատմական որոշում չկա, որը ընդունել է անձամբ ինքը։ Անձամբ ինքը։ Դե ես ուզում եմ խոսեք նաև եկեղեցի պետություն այս հակամարտության մասին։ Տեսեք, վերջին պատարակը Հովանավանքում, որտեղ ակտիվորեն մասնակցում էր նաև Փաշինյանը, ես չգիտեմ ինչպես կարելի է այդ ամենը որակել։ Ձեր կարծիքով ի վերջո ինչ է կատարվում։ Ես կանվանեի այդ բոլորը, ինչ որ տեղի է ունենում Հայաստանում, այսպես մի նախադասությունով, Լենին Պապի արկածները Հայաստանում։ Գիտեք, ընդհանուր առմամբ ես կոմունիստներին շատ լավ եմ վերաբերվում, բայց բոլշևիզմն ու կոմունիզմը եւ կոմունիստները տարբեր բաներ են։ Ինչ արեց Լենին Պապին։ Հա? Ես պետքա կրկնեմ, մի անգամ ասել եմ։ Ասեց բոլոր հարուստները վատն են, ցարի բոլոր չինովնիկները կաշառակեր են, ցարը վատնա, հետո ինչ արեց։ Այդ հաշվին ժողովրդին հանեց ոտի, խոստացավ ժողովրդին, որ հեսա կգա հողը կտա ժողովրդին, զավոդները կտա բանվորներին, ժողովրդը հավատաց, վեկացավ, հեղաշրջում արեց։ Ինչ արեց մյուս քայլը Լենին Պապին։ Եթե հիշում եք, հարձակվեց եկեղեցիների վրա։ Միջև այդ հիշում եք, Բրեստի պայմանագիրը կնքեց, հողերը հանձնեց։ Եվ այդ Ուկրաինայի կեսը, եւ Բելարուսիայի կեսը
Արաքսով անցկացրեց ուրիշ մի փոքր պայմանավորվածության համաձայն, ոչ թե փոքր մեր համար կարևոր պայմանավորվածության համար, Արաքսով անցկացրեց Հայաստանի սահմանը, բավականին մեծ հողեր զիջեց ու չէր էլ թաքցնում։ Ասում էր, որ նրա համար եմ անում, որ բոլշևիկները պահեն իրենց աթոռը կառավարման ղեկին։ Նույն բաները անում է։ Եվ դրանից հետո պետք է կրկնվեմ, Լենինը սկսեց հարձակվել եկեղեցու վրա։ Եվ մենք հիշում ենք եկեղեցիների պատմությունից, եկեղեցիների ոչնչացումը, տերտերների ձերբակալումը, մենք հիշում ենք այս ամենը, ինչ որ մենք այսօր տեսնում ենք։ Ոչ մի նոր բան չի բերել բանը։ Այն ժամանակ է սկսեցին համատարած կալանավորումները, օպոզիցիոներների ոչնչացումը, բանտերով մարդկանց լցրելը, մեր մոտ նույնն է կատարում։ Նույնն է, ու սա լավ բանի չի բերելու։ Եվ եկեղեցին մասնատելով, հասկանում եք, Հայաստանը չի կարող ունենա արտաքին աշխարհում ինչ որ մի դեմք։ Մեր եկեղեցին այսօր ամենակարևոր ներկայացուցիչն է հայ ժողովրդին կողմից եւ դրա մասնատումը ազգային անվտանգության խնդիր է։ Ու նա դա անում է իր աթոռի համար։ Հիմա եթե դու գնում ես ալտերնատիվ եկեղեցի ես սարքում, Ժողովուրդ ջան, եկեք ալտերնատիվ կառավարություն սարքենք։ Ինքը իրան տերտեր է նշանակում, մենք էլ մեզ վարչապետ նշանակենք, բրծնենք։ Բայց դրա մասին է խոսք։ Պետությունը չի կարելի քանդել, որտեղ այդ փոս քանդողը ընկնելու է այդ փոսը։ Ես նորից եմ ասում։ Ես կարծում եմ մենք իրավունք ունենք ալտերնատիվ պետություն կառավարություն կներեք ալտերնատիվ կառավարություն սարքելու մասով։ Ես պետություն ասի, ներող եղեք, կառավարության մասին է խոսքը։ Ալտերնատիվ կառավարություն սարքենք։ Եկեք սարքենք։ Կոչ եմ անում բոլորին։ Եկեք սարքենք ալտերնատիվ կառավարություն։ Եվ ժողովրդի այն մասը, որը կուզի ենթարկվի այդ կառավարությանը, այսպես ասեմ, եկեք գնանք այդ ճանապարհով։ Մասնատելը թող մասնատի։ Պարոն գեներալ, դե գիտեք, որ կառավարությունը ընդունեց որոշում համաձայն, որի բանակում ծառայելու ժամկետը կրճատվել է կես տարով։ Եվ նախընտրական այս փուլում նման որոշում ընդունելը արդյոք խնդիրներ չի կարող առաջացնել եւ ինչ խնդիրներ կարող են դրանք լինել։ Նորից եմ կրկնում, որ բանակը դա մի մարմին է, մի կառույց է, որը որ չի կարա այսպես պերիոդներով, այսպես ինչ որ կտրուկ փոփոխություններ արվի։ Ինքը պետք է ստանա հավասարաչափ զարգացում։ Անցել է 8 տարի սրանք իշխանության են, երեք լսում եմ հայտարարություն են անում, արագ բանակը զարգացնելու ենք, բա 8 տարի ինչ էիք անում, իմ մոտ հարցը, նոր եք սկսում, դոյս մենք ձեզ հիմա պտի նորից մանդատ տանք, են հույսով, որ նորից մի քանի տարի հետո դուք կհելնեք կասեք բանակը պտի զարգացնենք, իհարկե ոչ, չի ստանալու այդ մանդատը, բացի դրանից, 1.5 տարի կծառայեն, 1 տարի կծառայեն, կես տարի կծառայեն, 3 տարի կծառայեն, թե 2 տարի կծառայեն, դա չի որոշվում 2 անձով, չունեն ոչ մի ծրագիր, ես իրենց հայտարարությունից հասկանում եմ, ասում եմ պայմանագրայիններով, տեսեք ինչ են ասում, պայմանագրայիններով կապահովենք զինված ուժերը, բայց միևնույն ժամանակ հայտարարում են, ասում են մեր երիտասարդությունը հիվանդ է, այդ չհասկացա, եթե ինքը 18 տարեկանում հիվանդ է, դուք իրան 25 տարեկանում զորակոչեք, որպես պայմանագրին, ինքը արդեն առողջ ալնելու, հարց եմ տալի, բայց որտից եք վերցնելու այդ առողջներին,
Ասում եմ երիտասարդության մեծ մասը հիվանդ է, դրա համար որոշել ենք 1.5 տարի սարքենք։ Բայց ասում եմ պայմանագրային, ասում եմ կբերենք կլցնենք։ Ես ես մի բան ասեմ։ Պայմանագրային ծառայությունը մենք սկսեցինք դրանով զբաղվել դեռևս 15 տարի, 20 տարի առաջ, երբ որ մենք բանակում էինք։ Ու մենք մեծ խնդիրներ ունեցանք, ինչի համար, որտեղ իրոք շատ դժվար էր համալրել առողջ մարդկանցով, մանավանդ երիտասարդներով, առողջ տղաներով։ Շատ դժվար էր։ Ու չէին կարող համալրեինք։ Բացի դրանից չկա ոչ մի պետական ծրագիր։ Եթե կներեք փողոցի ոստիկանը, որը որ մեքենայով մանագալի փողոցում ստանում է շատ ավելի շատ կամ հավասար այն զինվորից, որը նստում է խրամատում կամ ծառայում է բանակում, նա կյանքում չի գնա բանակ ծառայի։ Այդ պայմանագրային է։ Ես նույնիսկ փաստեր ունեմ։ Ես ունեմ ծանոթ երիտասարդներ, որոնք ծառայել են բանակում, դուրս են եկել գնացել դառել են ոստիկան։ Ու միջազգային ասեմ սպաներն էլ այսօրվա իրանց որոշ ստորաբաժանումների հրամանատարն են, նույնիսկ նախկին իմ հետախուզության ծառայող տղաներն են։ Ինչի են ընդից գնացել ոստիկան դառել, որտեղ ընդ ավելի շատ են մուծում։ Ասում են ինչի՞ պետք է ես գնամ խրամատում քշեր ցերեկ խրամատներով ֆրֆռամ թուրքի դեմը կանգնեմ իմ վրա կրակեն, երբ որ ասում է սիրուն հակնված մեքենան մի գալկով տակս քաղաքի մեջով ման եմ գալի։ Ինչի գնամ բանի մոտ կներեք պահեստի մոտ ավտոմատով կանգնեմ եւ հսկեմ այդ պահեստը։ Հարցը տալի։ Հանուն ինչի։ Ես ստերիմ լավ էլ ապրում եմ, ընտանիքը պահում եմ, ինչի սպետն է։ Սպեցնազի կեսը դուրս է եկել գնացել դառել է ոստիկան։ Հասկանում եք։ Որտեղ ընդեղ է, իրենք սա ոստիկանական երկիր է սարքել, չի լինելու ոչ մի բանակ։ Ու ես ձեզ ասեմ 26 թվից հետո պայմանագիր է, երբ որ եթե մնաց Նիկոլը, թուրքերը պայման են դնելու, որ հայկական բանակը չպետք է ունենա ծանր ոչ մի զենատեսակ։ Հայկական բանակը, ասենք, պետք է լինի 5000 հոգի մարդ, ու ես աղոթից չեմ ասում։ Այդ պայմանը պատրաստում են։ Ու սա գիտի։ Դրա էլ կրճատում, ասում է զենքեր են կառնում։ Եթե դու բյուջեն կրճատում ես 200 միլիոնից ավել դոլար բյուջե ես կրճատում։ Այն դեպքում որ Ադրբեջանը 90 միլիոնով առանց էլ մի քանի անգամ մեր բյուջեից ավելացնում է։ Դու 200 միլիոն կրճատում ես։ Այդ ո՞նց է զարգացնելու այդ բանակը։ Առանց գումարի ո՞նց է զարգացնելու։ Ես ասում եմ, ստախոսությունը եւ պոպուլիզմը դառել է իշխանության, գիտեք, ու մարդիկ ուզում են հավատան, գիտեք, մեր ժողովրդի մեջ բան կա, չէ՞, մեծ մարդուն հավատալ։ Բայց ցանկ ժուրնալիստ, դեղին ժուրնալիստներ են, պորնո կինոների նկարահանվողներ են, տրուսիկ ծախողներ են ժամանակին եղել։ Այսօր իրանք երգիր են ղեկավարում։ Փողոցից եկել թափթփուկներ երգիր են եղեկամ։ Այդ թփ կոչեցյանն էլ ասում եմ, քայով որ մի բան սկսում է, քայով էլ վերջանում է։ Պարոն գեներալ, այ խոսեցիք բանակից մեր ամենացավոտ հարցերից մեկի մասին եւ պիտի ասեմ, որ մեր պաշտպանության նախարարն էր վերջերս հայտարարեց, որ մենք այսօր վերջին այդպես զենքերն ենք առնում, վերջին այսպես կոչված նոր որակի, նոր տիպի։ Բայց ասում եմ, մեր բանակի նպատակը սպառազինությունից հետո երբեք չպիտի լինի ագրեսիվ ինչ-որ գործողությունների դիմել։ Այսինքն Հայաստանի սահմաններից երբեք չի անցնելու։ Եվ կարդամ ասեմ, որ այս մարտահրավերների պայմաններում այսօրվա ինչ իրավիճակում է մեր բանակը, ի վերջո, ձեր կարծիքով։ Ես չեմ ուզում գնահատական տամ բանակին, մի պարզ պատճառով, որտեվ շատ լավ եմ վերաբերվում սպայական կազմի հիմնական մասին եւ եթե ես տվեցի ինչ որ գնահատական, ես չեմ ուզում իմ պատճառով այդ սպաների մասին վատ կարծիք լինի կամ չեմ ուզում ձևավորեմ կարծիք, որը որ սազական չի բանակին։ Բայց մի բան ասեմ, դե կարող է մի գնան, ասենք, մի հատիկ ժամանակակից զենք առնեն այդ բյուջեով։ Կրճատում են բյուջեն։
Հասկանում եք, կարող եմ մի հատիկ ինչ որ բան առնեմ, բայց ըստ իմ տեղեկությունների չեմ ուզում, նորից եմ ասում, չեմ ուզում գնահատական տալ։ Իմ տեղեկությունների մասին։ Բանակը պետքա զարգանա ծրագրով։ Զենքը գնելու համար դու պետքա հիմնավորես այդ զենքը ինչի ես գնում։ Ինչի՞ մի որ գնաս, ասենք զենքա առնես, այ սիրուն բան առանք։ Տանկ առանք կամ հակաօդային միջոց առանք։ Հենա Ֆրանսիայից լակատորը ստացանք։ Ստացանք, հետո ժամանակակիցը։ Մեզ պետք է, ոչ։ Կարամ ապացուցեմ խի ոչ։ Ոչինչ մեզ չի տալի։ Բացարձակ։ Ու նման հարցեր կան շարունակ։ Բանակը, երբ որ պաշտպանության նախարարը ես երկրի ղեկավարին ասեցի ինձ պետք է 3 տարի խաղաղություն։ Եղել է 21 թվին։ Մենք ունենք 3 տարի։ Ես իրան ասել եմ 2.5-3 տարի։ Հետո պատերազմ անել, մենք դի պատրաստվենք։ Ու ինձ պետք է 3 տարի, փշի-փշիա պետք անել ու զարգացնել բանակը։ Ու պայմանավորվեցինք 40 հատ սպայ կա, բարձրագույն գիտնականներ եւ այլ։ Այսպես գիրք սարքեցինք զարգացման։ Երբ որ զարգացման գիրք սարքեցինք, ես որ եկա Մոսկվա, նայեցին բան, ասեցին, ну, Аршак, мы вот вроде все сделали, а нет, вы все не сделали. Все, что написано в этой книге, оружие, там, ասենք, կազմավորումները, վերակազմավորումները, զորամասերի եւ այլ։ Հիմա դուք էլ պետք է գաք, մեզ օգնեք եւ այդ զենքերը մեզ սպիտակ։ Ու պայմանավորվեցինք։ Հանձամ 20 օր ինձ հանեց գործից։ Ինքը դրա մասին տեղյակ էր։ Ու հիմա էլ ընկել են աշխարհով մեկ։ Կներեք տրուսիկ մայկա են առնում։ Ասում են ժամանակակից բաներ են անում։ Կներեք մենք չեմ ուզում ասեմ, որ կարևոր չի համազգեստը, շատ կարևոր է, որպես մասնագետ եմ ասում։ Բայց 90-ականներին մենք բոթասներով էինք կռվում, սարերում եւ բաներով։ Ով ինչ ուներ ու հաղթեցինք։ Եվ մենք հիշում ենք, եւ պատերազմների ժամանակ շատ դեպքերում, ասենք, երբ որ մանավանդ զորակոչ ես անում, այնպես չի որ սաղին հագցնում ես համազգեստ։ Կարեւ լինի ուրիշ ձև։ Բայց ամենակարևորը ոչ թե նույնիսկ այդ ամբողջ process-ը պետք է լինի առաջինը ամբողջական եւ ամենակարևորը դու պետք է կարողանաս կազմավորես զորքը։ Պետք է այդ զորքը կարողանաս մարտի տանես, պետք է կարողանաս պլանավորես մարտը։ Հասկանում եք։ Իսկ երբ որ հելնում հայտարարում են, ասում են սոված կմնանք թողենք կեթան, վերջին հենց էլա մերոնք թողին դուս եկան։ Ասում է, սահմանում ասում է 1.5 տարվա ընթացքում զինվորի կորուս չենք ունեցել, շատ լավ է, մենք էլ ենք կողմ, որ զինվորի կորուս չլինի։ Բայց խիլի եթե սաղ տվել ենք։ Այ 26 թվից հետո նորից կլինի, որտեվ էլի են ուզելու։ Չեմ կարծում, որ իրենք կարան զարգացնեն բանակ, նորից եմ ասում, իրենք 8 տարիա իշխանության են, իրենց հաշվետվության ժամանակն է, իրենք ոչինչ չեն արել, նայեք պատոհաններից, թող մեր ժողովուրդը բացի պատոհաններ ու նայ, ու ասի, այդ 14 միլիարդը ինչի վրա են ծախսել, թող մատով ցույց տա։ Այդ պստիկ կներեք պետության համար 14 միլիարդը եկա փող է։ Պարոն գեներալ, շատ ցավոտ փաստեր եք վերում իհարկե, բայց մենք քանի որ փաստերի անակնկալների եւ կարծիքների հերոստալիք ենք աճյոկով լսում ենք մեր բոլոր հյուրերին, առավել եւս ձեզ նման անձնավորությունների, որոնք իսկապես շատ սրտացավ, այսպես հարցեր են բարձրացնում։ Ես ուզում եմ մենք հիմա այս ամենից հետո վերադառնանք վաղարշապատի խոշորացված համայնքի թիմ ընտրություններին, որտեղ ձեր կառույցը նույնպես ունի իր ներկայացուցիչը, ինչ կարող եք այդ մասին ասել։ Պողոշյան, գիտեք, նայում եմ այդ ընտրություններին ու մի քանի այսպես
Բաներ կա, որ կուզեի նշեի։ Ու առաջինը այդ բանավեճ են ասում, ինչ են ասում այդ Կիրակի օրը, որ տեղի ունեցավ։ Մի քանի ներկայացուցիչներ, առաջի համարներ եկան այնտեղ։ Առաջինը ես հասկացա մի բան, որ մեր երկրի իշխանությունը, որը ասում է կուսակցություն, ժողովրդավարություն, պարլամենտարիզմ, հասկանում եք, բայց միևնույն ժամանակ իր ներկայացուցիչը ասում է ես պատասխան չեմ տալի, չգիտեմ, ընդեն մեկը Էջմիածինում, որ գողացել է իրանց ԿՊ-ի ներկայացուցիչը, որ ղեկավարում էր, ինչ որ մի հատ կին, ասում է ես իր համար պատասխան չեմ տալի, ես իմ տեղն եմ տալի։ Չէ, ընկեր, դուք կուսակցություն եք, ժողովուրդը գնում է, այդ ոչ թե ընտրում է Սիմոն Սիմոնյանին կամ չգիտեմ ում, գրած է ասենք, համահայկական ճակատ, իր դեմն է դնում։ Կուսակցություն է ընտրում, մեր ընտրություններում անձեր չեն ընտրում են կուսակցություններ։ 8 տարում, կասեմ ես 30 տարում ոչինչ չի փոխվել։ Ու ինքն էլ չի փոխել։ Որտեւ ԿՊ-ի ներկայացուցիչը Էջմիածինում ասում է, փաստացի ասում է, ես ասում եմ, ես ինձ համար եմ պատասխան։ Ո՞նց ես քեզ համար պատասխան տալի։ Ո՞նց։ Այդ ո՞նց էլա, մի ԿՊ-ականի դրին գողացավ վրները, այնպես բաներ արել, որ դուք չեք կարողացել քրեական գործ չհարուցեք, որտեղ մենք գիտենք, ամեն ինչ ներվում է այդ կուսակցության ներկայացուցիչներին։ Հիմա նորից ԿՊ-ական պետք է վերցնենք, հույս ունենալով, որ նույնը չի կրկնի։ Ու ինքն էլ ասում է, ես պատասխան, ո՞նց չես տալի, հենց տալիս եք։ Որտեղ ընտրությունները, նորից եմ ասում, ոչ թե ընտրել են այնտեղ, չգիտեմ, այդ աղջկանն ասում են Ձիաննա, ոչ թե գնացել են ցուցակի մեջ եղելա Ձիաննայի դեմն են բանդրե, պտիչկա կոչեցյալը։ Հայ գնացել են կուսակցության անվան դեմն են դրել այդ նշանը։ Հասկանում եք։ Մարդիկ կուսակցություն են ընտրում։ Դա առաջին իմ դիտողությունը։ Երկրորդ դիտողությունը, որ ուզում եմ ասել։ Ասում եմ դուք զինվորական եք, ում ժողովրդի մոտ գիտեք ոնց, այսպես տպավորությունն է, որ զինվորական է ինչ որ համազգեստով մարդ է զենքը ձեռը։ Ուրեմն ես ուզում եմ բոլորին բացատրեմ, ինչ է նշանակում զինվորական։ Եթե դու հրամանատար ես, ասենք զորամասի հրամանատար ես, հա, կներեք շինարարությունն էլ է պլանավորում զորամասի հրամանատարը։ Այդ կազարմաները ով է սարքում։ Ով է պլանավորում սարքել եւ զարգացնել։ Զորամասի հրամանատարությունը շտաբի հետ միասին։ Հոսանքի կաբելները ով է պլանավորում գցել, ոնց գցել, ինչ անել, ինչ անել։ Զորամասի հրամանատարությունը շտաբի, ընդ կա, ասենք, ծառայություն, որը զբաղվում ամեն հարցով։ Բոլոր տնտեսական ինչ որ կա քաղաքում, բոլոր այդ ամեն ինչը կա զորամասում։ Եվ զորամասի հրամանատարը, եթե սենց վերցնես, կարա հանգիստ լինի ցանկացած քաղաքի ղեկավար։ Իսկ եթե դու կորպուսի հրամանատար ես եւ ունես մի քանի զորամաս, դա մի քանի քաղաքները։ Իսկ եթե դու զինված ուժերի նախարար ես, դա կարամ ասեմ առանձին պետություն է։ Զինվորականը կարա լինի ամենաէֆեկտիվ կառավարիչը։ Սաղ աշխարհում այդպես է։ Նորից եմ կրկնում, զորամասի հրամանատարը պատրաստի ղեկավար է։ Իմիջիալոց ասեմ, եթե քաղաքապետը չի մտածում ոնց անի, որ ասենք, մտածում է, բայց չի իր պարտականությունը չի, որ գնա ամեն տուն ինչ որ հաց սարքի կերակրի։ Զորամասի հրամանատարը էտելա պլանավորում։ Զորամասի հրամանատարը մտածում է ոնց հագցնի իր զինվորին, ոնց կերակրի, ոնց պարկասնի քնելու, ոնց աշխատացնի եւ այլ եւ այլ։ Հələ չհաշված են շենք շինությունները, որոնք պլանավորվում են, զորամաս են կառուցվում, այն ճանապարհները, դրանց հավաքելը, դրանց մաքրելը, այդ սաղ զորամասի զիբիլ հանելուց վերջացած, չգիտեմ, այնտեղ զուգարաններով եւ այլ այդ սաղ զորամասի հրամանատարության ուսերի վրա է։ Եվ թողնան սաղ իրանց գլխին սառը ջուր լցնեն։ Այդ, չգիտեմ, միջազգային հարաբերություններ ավարտած, ես քաղաքապետ լինեմ,
Այն մյուսը իրավաբան, այն մյուսը դրանք շատ փոքրիկ ուղղությունների մասնագիտացված մարդիկ են։ Շատ պստիկ։ Ով ուզում է սեղի։ Եթե դու ավարտել ես ինչ որ ֆակուլտետ, դու պստիկ մասնագետ ես։ Իսկ զինվորականը լայն մասնագետ է, որտեղ նա կառավարում է մարմիններ, զորքեր, կոչ եմ անում բոլորին ընտրել համար երկուսը համահայկական ճակատ կուսակցությունը, որի ցուցակում առաջի համարը գնդապետ Սիմոնյանն է, Արտյոմ Սիմոնյանը։ Բայց համարյա ամբողջ այդ մեր համահայկական ճակատ կառույցը կազմված է պայեստազորի, սպաներից, շարքայիններից, մարտական գործողությունների մասնակիցներից եւ մենք միակն ենք եւ տարբերվում ենք բոլորից հենց դրանով։ Ու մենք նորից եմ կրկնում, ոչ մեկի հետ կապ չունենք, բայց ուզում եմ հայտարարել, ամեն ինչ անելու ենք, մենակ այդ քե կոչեցյալը չլինի այդ վաղարշաբաթ համայնքում։ Ամեն ինչի գնալու ենք։ Պետք կլինի մեկի հետ պայմանավորվենք։ Ուրեմն կպայմանավորվենք, եթե այդ պահը եկավ։ Համաձայնացնելով մեր ընտրողների հետ։ Ամեն ինչ անելու ենք, որ նորից եմ ասում, այսօրվա իշխանությունները էջմիածինից էլ զրկվեն։ Եղավ, շնորհակալ եմ, պարոն գեներալ, այսօրվա զրույցի համար։ Կարծում եմ, որ ձեր առաջարկը պետք է լուրջ քննարկեն նաև մյուս կառույցների ղեկավարները եւ կան ընդհանուր հայտարարի։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթում ամենայն բարի եւ կարծում եմ, որ առաջիկայում առիթ կունենանք իհարկե նաև ուրախ այսպես իրողությունների մասին խոսել։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հերթական անգամ ուղիղ կապով միացել ենք Մոսկվայում գտնվող համահայկական ճակատշարժման ղեկավար Արշակ Կարապետյանին, պայեստի այսպես կարելի ասել մի հզոր տեխնոլոգի, կարելի ասել մարդկանց ղեկավարի, ով ուզում է մեր երկրում ինչ-որ բան փոխել։ Դե կապրենք կտեսնենք, այսօր այսքանը, ցտեսություն։